Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես նախագծով առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատժաչափը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Վարժական հավաքներից խուսափելու հոդվածում 462-րդ հոդվածում առաջարկում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասը միջին ծանրությունից կդառնա ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ հայտարարված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում ևս գործադրել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չի, քանի որ միջին ծանրության հանցակազմ է իրենց ներկայացնում։ Ավելին, գործող կարգավորումներով քրեական օրենսգրքի արդեն 462-րդ հոդվածի առաջին մասը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք, որը վերաբերում է վարժական հավաքներից խուսափելուն, իսկ նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում այն կդառնա միջին ծանրության հանցանք, որի արդյունքում վարժական հավաքներից խուսափած անձանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներով քրեական հետապնդում իրականացնելիս վարույթ իրականացնող մարմինը կունենա ողջամիտ ժամկետ, պատշաճ և բազմակողմանի նախաքննություն իրականացնելու համար։